Նոր տարուն մնացել են հաշված օրեր և ճիշտ ժամանակն է ամփոփել գնացող տարին։ Օրագիր Նյուզը ձեզ է ներկայացնում հայկական շոու բիզնեսի 2025 թվականին տեղի ունեցած աստղային իրադարձությունները։ 2025 թվականը լի էր ամուսնալուծություններով, որոնք քննարկումների թեմա են դարձել հանրության շրջանում։ Գրեթե 2 տարվա ամուսնությունից հետո երգիչ Էրնեստ Հովհաննիսյանը բաժանվեց իր կնոջից, շեշտելով, որ անձնական հարցերին այլևս չի անդրադառնալու։ Տարվա ամենաքննարկվող բաժանումներից էր դերասան Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծությունը։ Աննան անկեղծորեն պատմեց, որ դժվար է եղել նման որոշում կայացնել, հատկապես երեխայի առկայությամբ։ Մարդիկ փոխվում են, կյանքի արժեքները տարբեր են և որոշ որոշումներ անխուսափելի են, նշել է նա։ Հաջորդը Անդրեյ և Անի Օհանյան զույգի բաժանումն էր, որը լայն արձագանք ստացավ։ Անի սոցիալական ցանցերում բացահայտեց ամուսնության ընթացքում ունեցած դժվարությունները, կոչ անելով կանանց պաշտպանել իրենց իրավունքները, իսկ սերը ընդունել միայն այնպիսի մարդկանց կողմից, ովքեր լույս են բերում կյանքում, ոչ թե խավար։ Աղմկահարույց էր նաև Մարի Պետրոսյանի պատմությունը, որը հրապարակեց հոլովակ, որտեղ բռնության հետքեր կար իր մարմնի վրա։ Հիշարժան էր նաև պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ամուսնալուծությունը, որը, ինչպես նա նշեց, չնայած հեքիաթային ակնկալիքների, տարբերվում էր իրականությունից։ Ինչ եղավ միջազգային և տեղական փառատոններին։ Սեպտեմբերի 17-ից 23-ը Երևանը դարձավ միջազգային երաժշտական կենտրոն։ Yerevan Music Week 2025 համաժողովը հյուրընկալեց ավելի քան 70 երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից։ Դեկտեմբերի 9-ից 19-ը կայացավ 13-րդ Խաչատուրյան միջազգային փառատոնը, որտեղ համատեղվեցին սիմֆոնիկ և նվագախմբային համերգներ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Տարին լի էր նաև աստղային այցերով։ Օգոստոսի 3-ին Երևան այցելեց համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը։ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը վերածվեց մեգա շոուի կենտրոնի, համերգը դեռ երկար կհիշվի շատերի կողմից։ Սեպտեմբերի 18-ից 19-ը Երևանում ելույթ ունեցավ Ալեքսանդր Ռիբակը, ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։ Հանդիսատեսը հնարավորություն ստացավ նաև շփվել երաժիշտի հետ, լուսանկարվել և նվերներ ստանալ։ Հիշարժան էր նաև Տաշիր Արենայի բացումը։ Նորոգված կրկեսի շենքը հանդիսատեսի համար պաշտոնապես բացվեց հոկտեմբերին, ընդունելով էթերին թատերակրկեսային շոուն, որը միավորեց թատրոնը, կրկեսը, լուսային և երաժշտական տարրեր, բարեգործական պրեմիերան դարձնելով անմոռանալի։ Հայկական շոու բիզնեսը բաժանումների հետ մեկտեղ լի էր նաև միություններով։ Խորեն Լևոնյան և Էմմա Ազիզյան զույգի ամուսնությունը։ Ամուսնացան նաև Գոռ Եփրեմյանը և Էլեն Հարությունյանը, իսկ Սոֆի Դևոյան կրտսերը միավորվեց իր փեսացու Կիմ Առաքելյանի հետ։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի թոռան Արամի հարսանիքը հայկական ավանդույթներով և երաժշտությամբ։ Օգոստոսի 9-ին ամուսնացավ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը։ Նրա քավորը և քավոր կինը դարձան դերասաններ Միկ Աղափլանյանը և Մարիամ Ադամյանը։ Գնանք դեպի մարզական կրքեր։ Տարին լի էր նաև սպորտային հիշարժան իրադարձություններով։ Սեպտեմբերի 6-ին Երևանում կայացավ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոյի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը ընդունվեց երկրպագուների ջերմությամբ Զվարթնոց օդանավակայանում։ Սակայն խաղի խայտառակ հաշիվը դառնություն պատճառեց լավատես հայ ֆուտբոլասերներին։ Այսքանն էր մեր գնահատմամբ կարևորը, ինչը տեղի ունեցավ 2025 թվականին աստղերի մասնակցությամբ, անձնական կյանքից մինչև համերգներ, փառատոներ և միջազգային հանդիպումներ։ Սպասենք, թե ինչով մեզ կզարմացնեն հայտնիները կարմիր եկող հրեծի տարում։